Միջ դուք վայելում եք երաժշտությունը, ես եւ Դավիթը զրուցում էինք եւ ես ասում էի պատկերացնում ես երկար տարիներ մի տեղում աշխատելուց հետո հեռանալիս պետք է այսպես հույզերից ելնելով լաց լինես, ասած բայց ինչի մեծ մարդ ես։ Տոքսիկ հարաբերությունների մասին մենք խոսենք ավելի ուշ։ Օրինակ դուք կարծեցիք որ դա որևէ ինչ-որ տոքսիկ Երանգուն է։ Այո, որովհետև մեծ մարդը ինչ կապ ունի, եթե հույզերը գալիս են եւ դու ուզում ես լաց լինել, պետք է չզսպել։ Ես համամիտ եմ գուցե, բայց գիտես, պետք է ավելի շատ լինել շնորհակալ եւ բայց շնորհակալությունը եւ հպարտությունը եւ ուրախությունը եւս կարող է արդյունք բերել։ Ես չգիտեմ ինչու դու որոշեցիր այսպես փոքրիկ անոնսով մեր հեռուստադիտողներին արդեն ասել այս պահից սկսած որ հետաքրքիր հարցազրույց ես այսօր ունենալու եւ հետաքրքիր հյուր։ Ուշադիր լինեն, բաց չթողնեն, շարունակեն հետևել մեզ։ Ստրատեգիկ մտածելակերպ ես հասկացա, բայց ես առաջարկում եմ այդքան առաջ չընկնենք եւ մի հատ էլ քո հարցազրույցից հետո կքննարկենք արդեն այս թեման, տեսնենք դու դեռ նույն կարծիքին ես թե ոչ։ Ես կառաջարկեմ ընդհանրապես մենք կամաց, բայց շատ վստահ քայլերով տեղափոխվենք առանց տոքսիկ մթնոլորտ ստեղծելու, այո, անի տեղափոխվենք մեր խոհանոցային հատված, եւ խոսքը փոխանցենք։ Գործընկեր Անուշն է, բարի լույս։ Մեր Անուշին բարև Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր պատրաստելու ենք նախաճաշ, որ կարծես թե այսպես հասարակ բաղադրիչներով ոչ մի նորություն չէ, բայց հավատացեք, որ կան մարդիկ, որ հաստատ այս բաղադրատոմսը կվերցնեն եւ կօգտագործեն, որովհետեւ սովորական սպանախով ձվածեղ ենք պատրաստում, բայց մի քիչ արտասովոր բաղադրիչներով։ Դուք նախաճաշել եք այսօր։ Ոչ։ Իհարկե ոչ, Անուշ, դու գիտես, որ յուրաքանչյուր օր, երբ մենք սցենարում տեսնում ենք, որ գրված է խոհանոց Անուշ, այդ օրը նախաճաշելը կարծում եմ անմտություն է, պետք է ուղղակի համբերել, ընդհանրապես մեկ կավաց սուրճ խմել, համբերել, տեսնել Անուշը ինչ է պատրաստելու։ Մենք քեզ ենք սպասում, չէ՞։ Հրաշալի, ասեմ, որ դուք զգացիք, որ ընկույզի բույր է տարածվել այստեղ։ Ահա, ես ընկույզը արդեն տապակել եմ, հիմա մի փոքր բովել եմ, հիմա մենք կտապակենք կարագով եւ արևածաղկի յուղով սպանախը, երբ կարագը ավելացնում ենք, մի փոքր ձիթայուղ պետք է անել, որպեսզի կարագը չայրվի, մեր թավան շատ տաք է, ահա, եւ կտրտում ենք սպանախը ու պատրաստելու ենք պանրով։ Ահա։ Մենք երկու տեսակի պանիր ունենք։ Ահա թե որն է գաղտնիքը։ Այո։ Եվ նաև անսովոր է, որ մենք օգտագործենք ընկույզ վերջում, որովհետև ոչ ոք ձվածեղի մեջ ընկույզ չի ավելացնում, չէ՞, բայց հիմա շատ տարբեր տեսակի ուտեստների եւ աղցանների մեջ ավելացնում են միշտ ընկույզերը։ Իսկ հիմա միանգամից սպանախը ավելացնում ես նույն թավայում, որտեղ ընկույզն է, թե ընկույզը հանել ես այնտեղից։ Ընկույզը վերջում ենք ավելացնել։ Ահա, վերջում ես ավելացնելու։ Անուշ, սա քո մտածած բաղադրատոմսն է, թե ինչ-որ տեղից փոխարել ես։ Պանիր, ընկույզը, որոշ փոփոխություններ արել եմ բաղադրիչների մեջ, բայց ամբողջությամբ ես չեմ մտածել։ Քանի որ սպանախը մի մեծ կապից դառնում է շատ փոքրիկ քանակություն, երբ որ տապակում եք։ Եվ այն շատ ջերմամշակման ենթարկել նաև չի կարելի, եթե չեմ սխալվում։ Այո, ընդամենը 1-2 րոպե է մեզ պետք, որպեսզի պատրաստ լինի։ Որովհետև իր օգտակար հատկությունները դուրս են գալիս եւ սպանախի դեպքում ընդհակառակը շատ ջերմամշակման դեպքում նա վատ հատկություններ է ձեռք բերում։ Տոքսիկ է ավելի դառնում։ Տոքսիկ է դառնում։ Դե ընդհանրապես, երբ որ ջերմային մշակման է ենթարկվում, ավելի է վիտամինները կորում, դրա համար իհարկե ավելի լավ կլինի, որ թարմ լինի։ Մենք հիմա քերում ենք պանիրը, դեղին պանիր է, հալվող, եւ պետք է ավելացնենք ընդամենը 2-3 րոպեից, երբ տեսնում եք գույնը, անմիջապես մի տեսակ հարուստ կանաչ գույն է ստանում, խիտ, եւ որքան Եվ արդեն ծավալը փոքրացավ, շատ արագ։ Ահա, մենք մի փոքր այստեղ պղպեղ ավելացնենք, սև պղպեղ, շատ քիչ աղ, որովհետև պանիրը նաև։ Ասացիր, որ երկու տեսակի պանիր կլինի, մեկը դեղին պանիրն է, որը հիմա քո ձեռքերում է իսկ այո, եւ այսպես հալած պանիրներ են, որոնք վերջում դնելու ենք վրան։ Ահա, շատ լավ։ Հիմա այսպես պանիրը ավելացնում ենք եւ մի փոքր խառնում ենք։ Ու գրեթե պատրաստ է, որ ավելացնենք հավկիթը։ Գիտես, ինչ
փոքրիկ երջանկության զգացողություն նոր ունեցա, երբ հիշեցի մեր պահքի շրջանն, երբ մեզ զու չէր կարելի, կաթնամթերք չէր կարելի, պանիր չէր կարելի, ու դա հիշելով ես հասկացա, թե որքան լավ նախաճաշ է, որ հիմա ես կարող եմ այն միանգամայն համտեսել։ Սպանախը արդեն պատրաստ է, հիմա մի փոքր կեփվի նաև հավկիթի հետ, այստեղ նորից շատ քիչ աղ ենք ավելացնում, պատկերացնում եք, չէ, որքան համեղ է լինելու։ Ու որքան արագ։ Թվում է, թե նույն սպանախով ձվածեղն է, բայց ընդամենը 1-2 բաղադրիչով համը բոլորովին այլ համ եք ստանում։ Անուշ, իսկ դու այսօր հասցրել ես նախաճաշել։ Շատ քիչ։ Դու էլ էիր սպասում այս պահին, փաստորեն։ Բայց մենք քեզ չենք տալու, ես եւ Դավիթը կիսվելու ենք այս ձվածեղով։ Մենք Դες քիչ առաջ խոսում էիր ինչքան կարևոր է չլինել տոքսիկ, ավելի ուշադիր մարդկանց զգացմունքներին ու հույզերին, ու հիմա ասում ես, որ չենք։ Որովհետեւ Անուշը ասաց շատ քիչ։ Կդիտեք այդ հարցազրույցը սիրելի հեռուստադիտողներ։ Իհարկե կիսվելու ենք Անուշ ջան, իհարկե։ Ես էլի կպատրաստեմ։ Տեսնում ես, այ Անուշը ոչ տոքսիկ է, իսկ դու որոշեցիր եթերում ընդգծել իմ սխալը։ Չենք մոռանում փակել մի փոքր։ Այդ ընթացքում մենք կբացենք պանիրը։ Դա պարզապես վրայից ես ավելացնելու պանիրը։ Այո, պետք է վրան դնենք։ Հենց պատրաստելու ընթացքում թե արդեն մատուցելուց։ Ոչ, մի փոքր պետք է հալվի։ Բացում ենք ու տեղավորում վրան։ Եթե կուզեք, կարող եք նաև ավելացնել ձեր նախընտրելի պանիրը, նույնիսկ կարելի է ֆետա ավելացնել։ Դեպ ֆետան կարծում սպանախի հետ համադրելով, չէ, ընկույզի, սպանախի։ Շատ համեղ է Շատ ստացվում։ հետաքրքիր կլինի, այո։ Վերջերս մի հետաքրքիր բաղադրատոմս էի նկարել ինձ համար եւ պատրաստել էի նմանատիպ մի բաղադրատոմս եւ լցոնել էի պղպեղը։ Շատ գեղեցիկ էր, մի անգամ անպայման ցույց կտա։ Ֆետապանրով։ Ֆետայով, այո։ Սպանախը տարբեր պանիրներով եւ վերջում ջեռոցում պղպեղի մեջ։ Շատ եւ գեղեցիկ էր, եւ գունեղ էր։ Եվ համեղ վստահ։ Դե կսպասենք մյուս անգամ այդ բաղադրատոմսով քեզ արդեն։ Այո։ Տեսնենք ինչ կստացվի։ Իսկ դուք ընկուզեղեն բոված շատ եք, հաճախ եք օգտագործում։ Ընկուզեղեն հաճախ միշտ կա, այսպես ցանկի մեջ, սննդակարգի, բայց ոչ բոված։ Ոչ բոված եւ ոչ թրջած, բայց ես գիտեմ, որ երկու դեպքում ավելի օգտակար է, քան հում տարբերակով։ Հիմա մի փոքր կթողնենք, ինչև ես կհավաքեմ այստեղ։ Իդեպ, ասացինք ընկույզներ եւ ասացինք թրջած եւ բոված, որովհետեւ ավելի օգտակար են։ Դու գիտես, որ ընկույզները ինչու է պետք թրջել ընկուզեղեն առհասարակ, նուշը, պոպոկը եւ առհասարակ բոլոր տեսակի։ Որովհետեւ նրանք պարունակում են թունային տոքսիկ էլեմենտներ եւ թրջելու դեպքում եւ բովելու դեպքում այդ տոքսիկ նյութերը դուրս են գալիս եւ ավելի շատ օգտակար մասը։ Չեմ հորինում։ Ճիշտ է ասում։ Դրա հետ կապված ինֆորմացիա չունեմ։ Կարող են ChatGPT-ին պետք է թրջել կամ բովել։ Այո, ChatGPT-ին կհարցնես, քեզ կասի։ Այո, գիտեմ, որ շատերն են այդպես օգտագործում։ Բայց դրա պատճառը հենց այն է, որ ընկուզեղենը առհասարակ իր մեջ ունի թունավոր նյութեր եւ պետք է իրեն մշակել նախքան օգտագործել։ Այսինքն, եթե այդ տարբերակներից որևէ մեկը չես կիրառում, վտանգավոր է։ Ոչ։ Վտանգավոր չէ, բայց շատ օգտագործման դեպքում օրինակ կարող է գլխացավ առաջացնել, ինչը ինձ հետ մեկ անգամ եղավ եւ մինչեւ մենք հասկացանք, որ ես այդ օրը շատ ընկուզեղեն էի օգտագործել։ 5 կիլոգրամ ընկույզ ուտելուց հետո։ Այո։ Եվ այո, կարող է գլխացավ առաջացնել ինքնազգացողության վատ թարացում, այնպես որ կամ քիչ, կամ այս տարբերակներով։ Հետաքրքիր ու կարևոր առողջական խորհուրդներ Անի Խաչիկյանի կողմից։ Հիմա տեսնենք ինչ ստացվեց խոհանոցում։ Պատրաստ է արդեն։ Ահա։ Մենք այսպես զգուշությամբ փորձենք տեղավորել ափսեին։ Բայց կարելի է այնպես հենց թավայով էլ, չէ՞, մատուցել։ Կարելի է թավայով էլ մատուցել, իհարկե։ Հիմա արդեն ընկուզեղենն ենք։ Գետնանուշը ավելացնենք։ Սա հունական ընկույզ է, բայց ով ինչպես նախընտրում է կարող է օգտագործել։ Ես անկեղծ ասած շատ եմ սիրում այս
ձվածեղը սպանախով այս տարբերակով եւ ովքեր որ նույնիսկ հյուրեր եթե ունենում եմ միշտ մատուցում եմ եւ թվում է թե մի փոքր հավկիթը ավելի քիչ եմ գցում եւ ավելի շատ օգտագործում եմ սպանախը, բայց եւ նույնիսկ համեմ կարելի է օգտագործել, սոխ կարելի է օգտագործել, բայց այս դեպքում բոլորովին մինիմալ տարբերակում եւ նույնը լինում է համեղ եւ հետաքրքիր։ Այո, տարբեր հետաքրքիր համեր ենք ստանում։ Ահա, ընկույզը ավելացրեցինք եւ այս բոված ընկույզն էլ իր յուրահատուկ համով հետաքրքիր բույր է հաղորդում, համ է հաղորդում եւ վերջ։ Մեր նախաճաշը պատրաստ է։ Վստահ եմ, մեր հեռուստադիտողները կպատրաստեն, եթե ոչ այսօր, գոնե վաղը։ Շնորհակալություն Անուշ։ Շնորհակալ եմ։ Անուշ լինի։ Եվ Անուշ լինի, իսկ մենք շարունակում ենք եթերը, ավելի ճիշտ դուք շարունակում եք սիրելի հեռուստադիտողներ, դիտում եք եւ լսում եք լավ երաժշտություն, իսկ մենք գնում ենք մեր Անուշի մոտ ենք միանում եւ փորձում ենք նրա պատրաստած համեղ նախաճաշներ։